Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը առժամանակ թողնելով քարոզչությունը վերադառնում է վաղարշաբաթ։ Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ արքայի աջակցությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում են, որ այդ գրերը չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մաշտոցն իր աշակերտների հետ ճամփա է ընկնում ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, այնտեղ բազմաթիվ հետաքրքիր տեսանյութեր կգտնեք։